Պատերազմի հերոսները միայն անցյալի հիշողություն չեն։ Նրանք պետության արժեհամակարգի մի մասն են։ Հենց նրանց սխրանքներով պետք է դասերակվի նոր սերունդը։ Նրանց մասին պետք է նկարահանվեն ֆիլմեր, գրվեն գրքեր, պահպանվեն հիշատակի անկյուններ, որպիսի երեխաները ճանաչեն իրենց հայրենիքի համար կյանք տված մարդկանց։ Իսկ ինչ ենք անում այսօր, ինչպես ենք ներկայացնում պատերազմի հիշողությունը։ Բոլորովին վերջերս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտակա գետնանցումի պատից ջնջվել և հեռացվել էր 44-օրյա պատերազմի անմահ հերոս Հայգազ Մկրտչյանի գրաֆիտի ոճով արված դիմանկարը։ Հերոսի մայրն է պատահաբար տեսել և ահազանգել։ Հունիսի 24-ին էր, երբ պատահակը նկատեցի այդ հատվածով անցնելուց գետնանցումով Ժող ինստիտուտի մոտի։ Նկատեցի, որ Հայկի նկարը չկա արդեն։ Ճիշտն ասած չգիտեմ հստակ երբ են ջնջել, բայց համընկավ իմ տեսնելը այդ օրը, որ ես տեսա ուղղակի պապանցվեցի։ Հերոսամայրը պատմում է, որ դա տեսնելուց անմիջապես հետո հիշել է, թե ինչպես էր օրեր առաջ ԵՊՀ-ի պատից անհետացել նաև 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված Ռոբերտ Աբաջյանի դիմանկարը։ Նա հասկացել էր, որ այդ ամենը իր իսկ խոսքով նույն շղթայի օղակներն են։ Դպրոցներից, այդ փառքի անկյուններից նկարները հանելը եւ այդ ջնջելը եւ զոհվածների ծնողների հետ այդ կարգի վարվելը, բոլորս գիտենք դրա մասին ու ոնց են վարում, այդ ամեն ինչը նույն թեմայի մեջ է ու դա սկսվել է այն ժամանակ, դա շուտ է, շատ ավելի շուտ է սկսվել, 20 թվականի դեկտեմբերից է սկսվել, երբ որ Եռաբլուրում մեծ հավաք կազմակերպեցին, այն ժամանակվանից այդ անարգանքը տղաների արածների հանդեպ այդ ժամանակվանից գալիս է։ Ամրապնդվեց հայտնի արդեն տխրահռչակ արտահայտությամբ, որ տղաները զոհվել են հանուն ոչինչի, ու այդ գիծս այդ ամեն ձևով փորձում են, ոչ թե փորձում են, այլ տանում են։ Եվ գետնանցումներից անհետանում են հերոսների դիմանկարները, իսկ դպրոցներից փառքի անկյունները, շատերի համար այդ երևույթն ընկալվում է ազգային հիշողությունը ջնջելու կամ թուլացնելու միտում։ Իրականում հենց ազգապահպան այդ գիծը սկսվում է հենց դպրոցներում, որտեղ կրթվում և դաստիարակվում են մատաղ սերունդը, չէ որ մեր երեխաները հենց դպրոցից են այդ հայրենասիրությունը իրանց մեջ սերմանել և կանգնել սահմանին ու պաշտպանել հայրենիքը և զոհվել հանուն հայրենիքի։ Եթե մեր կրթօջախներում չմնա այդ հիմքը, ապա մենք կունենանք ազգ, որ այսպես կոպիտ ասած, որտեղ հաց, այնտեղ կաց, այսինքն ազգ առանց պատմության։ Երբ լուրեր տարածվեցին, թե որոշ կրթօջախներից հեռացվում են փառքի անկյունները, ԿԳՄՍՆ-ն հերքում տարածեց, հավաստիացնելով, որ նման շրջաբերական չի ուղարկվել հանրակրթական հաստատություններին։ Քաղաքապետարանն էլ իր պարզաբանման մեջ նշեց, որ պատերից հերոսների նկարները մաքրվել են բարեկարգման աշխատանքների շրջանակներում։ Կողքերը և դիմացը ավելի վատ գրառումներ կան, ավելի, չգիտեմ, սարսափելի գրառումներ, բայց իրանք մաքրություն էին անում հենց տղաների նկարները։ Բարեկարգում ենք, բայց բարեկարգում են միայն տղաների նկարները ջնջելով։ Ինչ բարեկարգում է, դա միտումնավոր արարք է, որպեսզի սկսեն արդեն տղաների նկարները պատերից, որտեղ որ նկարված է, ջնջել մեր պատմությունը, այսպես կոպիտ ասեմ, ջնջել մեր պատմությունը։ Անգրագետ գրած բաներ, էլ չգիտեմ Տելեգրամի համարթիվ, չգիտեմ ինչ ասես, այնտեղ կա, ոչ մի բան իրանց չի խանգարել քաղաքին, ոչ մի բան չի կեղտոտում, ոչ մի բան քաղաքի տեսքը չի գցում, բացի այդ 3 հոգու նկարից, ամբողջ քաղաքը կեղտի մեջ կորած է, որտեղ նայում ես կեղտ է։ Պատերազմի բովով անցած Սևքարեցի Սաքո մահապարտների ջոկատի հրամանատարը, առավել հայտնի Քոչարո անունով, առաջնագծում տեսել է իր տղաների սխրանքն ու անձնազոհությունը։ Նա թերևս ամենալավը գիտի նրանց սխրագործության իրական արժեքը և ունի իր հստակ դիրքորոշումն այսօր Հայաստանում տեղի ունեցող իրողությունների նկատմամբ։ Դպրոցներից որ հանել են շատ վատ, օրինակ տեղեր կա, որ ես համամիտ եմ, որ չպետք է մեր աղբերների
նկարները լինի, որովհետև մեր աղբերները парքով են անցել, իրանց նկարները парքի տեղեր պետք լինի, որ ասենք մարդկանց ձեր, ասենք նկար կա ազգային հերոսի մոտ երեխայթում կավիճով վրա նկար։ Անս տեղերում պետքա լինի, որ մարդիկ չկանան դեպչեն։ Պետքա խոնարհվեն, ոչ թե ասենք այդքան խզբզեն։ Հրամանատարի խոսքով այսօր Հայաստանում արժանվույնս չեն գնահատվում ինչպես նահատակված հայորդիները, այնպես էլ պատերազմի բովով անցած կենթանի հերոսները։ Նրա կարծիքով ոչ միայն պետությունը, այլև հասարակությունը չի գիտակցում նրանց սխրանքի արժեքը։ Այսօր մենք համազգեստով եթե հագնում ենք փողոցում դուրս են գալի, մեզ ինձ են նայում, մենք էլ ցանկություն չի առաջանում, որ երկրորդ անգամ համազգեստով հենց կրակոցները այնտեղ սկսում է ազգը մի անգամից, երբ որ մենք այդում ենք 20 թվին պատերազմ, Դավթաշենից ամբողջ Դավթաշենը ծափեր տալի։ Բայց որ հետեկանք այս ամեն ինչը տեսանք, Հերոսացին մայրերը ցավով նշում են, եթե այսօր չկարողանանք պահպանել մեր արժեքները, տարիներ անց կանգնելու ենք շատ ավելի մեծ խնդրի առջև, կորցնելով մեր բարոյական նկարագիրը։ Հենց ԿԳՄՍ նախարարն էր, չէ, մեր նշտեհին ասում ֆաշիստ։ Իրականում այո, ազգի հենց այդ բարոյական կողմը պահողը մեր պետք է լիներ իշխանությունը։ Պետք է իշխանությունը լինի ավելի պետք է գործի ի նպաստ հայ ժողովրդի, եթե մեր իշխանությունը այսօր գործում է ի նպաստ թշնամի երկրների, բնականաբար մենք չենք կարող պահպանել, մենք խնդիր կունենանք պահպանելու մեր արժեքները։ Ոչ մի բան չեն թողելու որ մնա, դրա համար էլ վերացնում են, որ սերունդներին ոչինչ չմնա, հիշողությունից ջնջեն, դե չկա, չգիտեն, լավ, այս մի քանի մի որոշակի տարիքի մարդիկ կհիշեն բնականաբար, ովքեր անմիջական առնչվել են, իսկ հետո արդեն ախր այնպիսի տեղում էր, որ ուսանողությունը անընդհատ անցնում դառնում է այդ հատվածով, էլի դպրոցներ կան, ուսանողներ կան եւ այլն, ու այդ հատուկ են անում։ Հասկանում եք, որպեսզի երեխաները էլ չտեսնեն, դե որ եթե տեսնում ես որոշ չափով ինչ-որ ոչ բոլորի մոտ բնականաբար, բայց ինչ-որ մի մասի մոտ հետաքրքրություն է առաջանում, սկսում են հետաքրքրվել, հարց ու փորձ եւ այլն, լսում են, նայում են, կարդում են, նյութերը համացանցում ամենտեղ կան, ամենտեղ։ Որպեսզի դա չլինի, դե որ աչքը չի տեսնում, այդպիսի արտահայտություն կա, չէ՞, ռուսերենից բաց գլաս դալը ի սերցը վան, բայց գլաս դալը հիշողությունից հանում են։ Իրենց է տապետ, որ հիշողությունից ջնջվի այս ամեն։ Մահապարտների ջոկատի հրամանատարը նշում է, որ այսօր մարդիկ աղմուկ են բարձրացնում մեր նորօրյա հերոսների նկարները տարբեր անկյուններից հեռացնելու տխուր իրողության դեմ, սակայն չգիտեն եւ չեն խոսում 90-ականներին Եռաբլուրում նահատակված հերոսների գերեզմանների մասին, որոնք համարյա թե ծածկված են աղբի, մացառների ու խոտերի մեջ։ Հիմա որ գնանք Եռաբլուր, այնտեղ գերեզմանի քարեր կա, որ չի երևում ում նկարնա։ Խոտ է, անհասկանալու իրավիճակը, որտի շատ ցավ է մեր համար։ Քոչարյանը համոզված է, որ պատմամշակութային ժառանգության պահպանման համար անհրաժեշտ է վերականգնել մշակույթի նախարարությունը։ Մանկապարտեզներից պետք է երեխեքին սկսեն դասավանդները, դպրոցներում պետք է դաս տան, պետք է ծնողները դա, օրինակ ես եղել եմ 4-5 տարեկան, արդեն ճանաչել եմ Անդրանիկի ինչ ավշին, քանի որ իմ հերը իմ պապին նստեցրել էր մեզի ու պատմել են ովքեր են եղել մեր պապիները, թե Սաքոնով ա եղել, թե Անդրանիկնով ա եղել, ու տենց մեր մեջ էդի նստված կա տվեք, կամած, ու տենց ծնվել է հայրենասերությունը։ Հայրենասիրություն սերմանելու հարցում ազգին հերոսներ պարգևած մայրերն իրենց սեփական լուծումներն ունեն։ Ապագայի համար, եթե մնաց այս իշխանությունը եւ կրթությունը մնաց այս կներեք պետք է ասեմ հիմար գրքերի հույսին, ես ինքս ձեռք եմ բերել նախկինում տպված հայոց պատմության բոլոր դասարանների դասագրքերը եւ իմ տանը ես իմ երեխային ուսուցանելու եմ այդ գրքերով։ Եթե դպրոցը ի վիճակի չի ապահովել իրական պատմությունը, սերմանել իրական պատմությունը, ապա ծնողը ինքը պետք է արդեն զբաղվի իր երեխայի կրթությամբ։ Ազգը ինչ ցանել է, այն էլ ստանալու է։ Էդ է։ Մեր ազգի մեջից եթե հանեն նախանձ, ազգ բանակ, հաղթանակ։ Եթե միասնական լինենք, ունենանք հաղթանակներ, չլենք, ես էլ կկորցնենք։
պետք է իրար սիրենք, հարգենք, ինչ ունենք այս աշխարհից տանելու, մի անուն, ոչ մեկ իր ունեցվածքը իրար հետ չի տանելու։ Էս է իմ հարստությունը։ Այնուամենայնիվ հարց է ծագում. միթե պարտություն կրած Հայաստանին այլևս հերոսներ պետք չեն։ Մեր հերոսներին անտեսելով միևնույն է, պատմությունը չի փոխվում։ Իսկ անցյալը չի ջնջվում։ Դա միայն վտանգում է ապագա սերունդների ազգային դիմագիծն ու հիշողությունը։ Ուստի այսօր խնդիրը միայն այն չէ, թե կրթօջախներում կա հիշատակի անկյուն կամ էլ փողոցներում ու այլուր փակցված է նրանց դիմանկարը, թե ոչ։ Հարցի բուն էությունն այն է, թե ինչ արժեքներ ենք փոխանցում երեխաներին և ինչպիսի պատմություն ենք ավանդում նրանց։